Շրջանառվում է թեմա, որ Վիոլա ջուրը որոշել է սահմանափակումներ մտցնել։ Նախ ասեմ, որ եւ էլեկտրականությունը եւ ջուրը մասիվներում նոր-նորքում ապրողները թույլ չեն տա, որ իսկականից չեն ասի, որ ստում եմ, վաղուց արդեն սահմանափակված են։ Մենք գիշերները, նոր-նորքի ժողովուրդը գիշերները, հատկապես գիշերները, հաստատ ջուր չունենք, Վիոլա ջուր, այդ որ ասում ես նոր եմ սահմանափակումներ մտցնում, 12-ից հետո նոր-նորքը ջուր չունի։ Հազարից մի շենք է, որ ինքնահոսքի տակ ունենում է ջուր, մեծամասամբ նոր-նորքը զրկված է ջրից։ Այն 7-րդ, 9-րդ մասիվները ընդհանրապես օրերով լինում է, որ ջուր չեն ունենում։ Կարգավորված չէ ձեր ոչ մի գործողությունը, էլեկտրոցանցերում վերացնում եք իբր թե ձեր չգիտեմ, ընդեղ անսարքությունները, ժամերով էլեկտրականությունը անջատված է լինում։ Ու հիմա էլ ասում եք, որ էդ ինչի դիմացա, որ պտի ջուրը թանկացնեք հիմա էլ։ Ժողովուրդ, եթե ձեզ թվում է, որ սրանք ինչ-որ բան են բարեփոխում, սրանք եկել են կոնկրետ Քեմալի պայմանագրի այդ էշալոնը թուրքական եկել է քանդելու, սրանք չեն եկել ոչինչ վերականգնելու, վերափոխելու, կարգավորելու, Արանքում էլ դեռ ասում են, որ պտի որոշենք, որ եկեղեցին է պիտանի, որը կարելի է քանդել, որը չէ։ Հիմա էլ անցել են արդեն կրոնականին։ Քանդարարներ են Քեմալի պայմանագրի թուրքական 5-րդ էշալոնի այս խունտան էս հոտը, իրենց դրած շակալների, ավելի ճիշտ շակալներ են, էլի, ինչի դրած իրենց շակալների տեղ։ Վիոլա ջուր, եթե այդ աստիճանի լավ աշխատունակ ես, մի հատ նախ եւ առաջ պոմպերդ կարգի բեր, որպեսզի ամեն օր մի նկյուղ չլցվի ջրով, ու ստիպված չլինեն շենքերի ժողովուրդը շենքի, կանչել Վիոլա ջուր շաբաթվա մեջ 2-3 անգամ, մասիվներում կանչում են Վիոլա ջրից, մարդ որպեսզի կարողանան նկյուղների այդ բաներ փակել։ Ինչու չեն խոսում Արցախի պաշարները ինչքան ջուր տվեցին ջրային պաշարները, այսօր իրենք ստիպված են պահոստային ֆոնդից էս ամենը։ Ոչ էլ պահոստային ֆոնդից են իրենք, անցած անգամ Արփին Հովհաննիսյանը պարզ ասեց, որ ոչ մի պահոստային ֆոնդ էլ չկա, շատ լավ ջրի մատակարարում կարող են ապահովել, եթե ռացիոնալ ամեն ինչ կարգավորեն։ Իրենք անգրագետ են, ոչ մի կերպ չեն կարողանում ռացիոնալ հաշվարկել, որպեսզի կարողանան ռացիոնալ օգտագործել։ Արցախի ամբողջ ռեսուրսները Թուրքին նվիրելուց հետո, Նիկոլ, դու դեռ փորձում ես մտնել խեղճ ու կրակ եթիմ տղու կերպարի մեջ, որպեսզի ժողովրդին կարողանա ստիպել քեզ վերարտադրեն, հա։ Հիմա էլ մնացել է, ինչ մեղ կա, մնացել է հիմա էլ անկնիկ, վայ, քորանամ ես, ես ոնց կլներ։